Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Բաքվից վերադառնալուց հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Էրդողանը գոհունակություն է հայտնել ընթացող գործընթացների առնչությամբ։ Խաղաղության քամիներ են փչում եւ Թուրքիան ողջունում է դա։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ընթանում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա, ասել է նա։ Էրդողանը հավելել է, որ Անկարան պատերազմի հենց սկզբից սատարել է Բաքվին։ Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանում հակամարտության ավարտից հետո խաղաղության եւ զարգացման միտումներն ամրապնդվում են։ Հունգարիան երաշխիքներ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որ Բուդապեշտն անժամկետ ազատված կլինի ռուսական նավթի եւ գազի մատակարարումների դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից, հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը։ Երկու երկրների ղեկավարներն այս հարցը քննարկել են նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Քանի դեռ նա նախագահ է, իսկ ես վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի, հայտարարել է Օրբանը։ Նրա խոսքով երկրորդային պատժամիջոցներից չազատվելու դեպքում մինչև Սուրբ Ծնունդ Հունգարիայում կոմունալ ծախսերը 2-ից 3 անգամ կբարձրանային։ Այս վտանգը կանխվել է, նշել է նա։ Ավելի վաղ Reuters գործակալության աղբյուրները հայտնել էին, թե Հունգարիան միայն 1 տարով կազատվի ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունից։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Աշշարան պաշտոնական այցով Վաշինգտոնում է։ Նրա այցը պատմական է, քանի որ Սիրիայի ոչ մի նախագահ նախկինում չի հյուրընկալվել Սպիտակ տանը։ Ակնկալվում է, որ Աշշարայի այցի ընթացքում Դամասկոսը կմիանա իսլամական պետության դեմ պայքարի կոալիցիային, որը բաղկացած է 88 երկրից։ Աշշարայի այցից առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չեղարկել էր նրա նկատմամբ պատժամիջոցները։ Աշշարայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել են նաև Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան։ Նա արևմտյան սահմանափակումների տակ էր հայտնվել Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր նաև Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեծ մասը։ Թրամփը եւ Աշշարան ավելի վաղ հանդիպել են Սաուդյան Արաբիայում։ Մոսկվան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր առջև դրված նպատակներին, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, Ռուսաստանը պատրաստ է հակամարտության կարգավորման քաղաքական դիվանագիտական ճանապարհով։ Դա է մեզ համար նախընտրելի տարբերակը, նշել է նա։ Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ բանակցություններն առկախված վիճակում են, քանի որ եվրոպացիները Կիևին համոզել են, որ հնարավոր է հաղթել մարտի դաշտում։ Ըստ Պեսկովի դա մոլորություն է։ ԱՄՆ Սենատը ձայների 60-40 հարաբերակցությամբ կողմ է քվեարկել ներկայացված օրինագծին, որով կդադարեցվի ԱՄՆ պատմության ընթացքում ամենաերկար շատդաունը։ 8 դեմոկրատ սենատորներ համաձայնության են հասել հանրապետականների եւ Սպիտակ տան հետ, ապահովելով ձայների նվազագույն անհրաժեշտ քանակը։ Սենատում վերջնական հաստատումից հետո օրինագիծը դեռ պետք է հաստատվի ներկայացուցիչների պալատի կողմից։ Դաշնային գերատեսչությունների աշխատանքը մասնակիորեն դադարեցված է արդեն 40 օր։ 100 հազարավոր դաշնային աշխատողներ ուղարկվել են հարկադիր պարապուրդի կամ վարձատրություն չեն ստանում աշխատանքի դիմաց։ Ավիակարգավարների պակասի պատճառով Միացյալ Նահանգների 40 օդանավակայաններում մեկ օրում չեղարկվել է ավելի քան 2700 չվերթ, 10,000 չվերթ հետաձգվել է։ Թայլանդը կասեցնում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Կամբոջայի հետ ձեռք բերված խաղաղության հռչակագրի գործողությունը։ Նման որոշման պատճառ է դարձել սահմանային պարեկության ժամանակ ականի պայթյունից թայլանդցի 2 զինծառայողի վիրավորումը։ Երկու երկրների միջև խաղաղության հռչակագիրը Մալայզիայում ստորագրվել էր հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Հռչակագրով նախատեսված քայլերը, որ մենք իրականացնում էինք արդեն 1 շաբաթ, կդադարեցվեն, հայտարարել է կառավարության խոսնակը, հավելելով. Առաջիկայում նախատեսվող կամբոջացի 18 ռազմագերիների ազատ արձակումը նույնպես կկասեցվի։ Տարածքային վիճելի հարցերի շուրջ սահմանային բախումներից հետո հուլիսին կողմերը Դոնալդ Թրամփի միջնորդությամբ համաձայնել էին հրադադարի, որը հիմնականում պահպանվել է։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։